Բայց հարգիսես Ռոնի Ղարբյանն Ղարբյան Real Estate Financing Կերչան կողմից այո պաշտոնական արդեն փետրվար իր կեսին էլ հասավ այսօր արդեն փետրվար 15 2026 թվականը եւ ուզեցին պարզապես սկսելով շնորհավորել Վալենտայնի տոնակատարությունը եւ անշուշտ մեր Տերն Թարաչը հույսով եմ Տերն Թարաչի արձակուրդներ այս տոնակատարությունը բացատրում եք երեխաներին եւ իմանում եք ինչի մանավանդ երիտասարդները որ նոր ամուսիններ բեկելն են նոր զույգեր են շատ սովորությունա որ վրայից ցածկում են ուզեմ պարզապես հիշացնել սա շատ հետանոսական ժամանակվա հին սովորություն էր նախքան քրիստոնեություն որ իրանց համար էսի կոչվում էր որպես իրանց չարը, իրանց ապական, իրանց անցյալը մեկով դնել եւ դեպի առաջ շարժվել, այդ անշուշտ քրիստոնեական ավանդություն դարձավ եւ նույն ձևով մոտարապես նույն ձևով որպես գրակի վրայից որ թրդում ենք որ մեր նոր սկսում եւ հինը չեզոքացնել եւ հետեւ դնել այդ հետաքրքիր անպայման շատ կսիրուն մեր տոնակատարություններից մեկը Ինչպես միշտ տեսնում եք որ մեր իմ քաղաքապետության խորհրդի անդամի կամ City Council հասկացողության արդեն մեր պայքարը սկսել ենք անցյալ 4 շաբթի մեր բացումներ բավականի մեր հայրենակիցներից եւ օտար ազգերից եւ տարբեր ուտեսի գլենդելիա միան հայկական չի ներկա էին շատ լավ շատ խանդավառ շատ հաջող անցավ ձեզի վիդեոները մեկից հետո ցույց կտանք եւ շնորհակալ եմ եթե հարցումներ ունեք քաղաքապետության կախված կարող եք հեռարձայնեք ինձ եւ հանդիպենք եթե ունեք փոքրիկ խումբեր 15-20 հոգանոց կարող եք հավաքեք որևէ մեկի տունը կամ ճաշարան կամ սրճարան եւ հրավիրեք ես կարող եմ գամ բացատրեմ հարցերը գլենդելին ելնի վարձերի մասին ելնի section 8-երի մասին ելնի utility կայծուջուրի մասին ելնի տարբեր խնդիրներ որ կա Եթե 20-25 հոգանոց խումբեր ունեք, որ անշուշտ պետք է չի անպայման ձայնագրված ելնեն, որ կարող են քվե տալ, բայց սա անշուշտ ես ընտրվելու եմ միայն ձեր քվեներով, առանց քվեի չեմ կարող ընտրվեմ, եւ ձեր քվեները կարող շատ կարեւոր է, հետո շուտ ակ խոսանք, որ թղթատոմսիկները ձեր տուն ուղարկում են խնդրում եմ ոչ ոքի մի հանձնեք այդ թուղթերով գասա ձեր դուրը խփում է ասում է ես Ռոնի գրասենյակից եմ կես մի հավատացեք մի տվեք այդ թուղթերը թղթատոմսերը վերցնելու են իմ անունս չեն գրելու վրան այդ մասին հետո խոսանք մեր գործի մասին մեր ֆինանսավորման real estate-ի եւ դա համար այս ծրագիրը մյուս բանը ուրիշ ժամանակներում կասենք սկսելով Հունվար ամսվա գործերը որ ստեղծվավ այս անգամ մի քիչ ուշոտ հայտարարան անցյալ այսինքն ուրբաթ օրը հայտարարան քան թե նախքին ուրբաթը հայտարարին մի քիչ ուշ էր սո վերնագիրը ըստ սովորության միշտ ասում որ 130,000 հատ նոր գործեր ստեղծվել եւ շատ էդի սպասելիքից շատ ավելի բարձր էր անգործությունը մոտ 4.3% որոնց քիչն ունեցել ենք օգոստոսից մինչև հիմա ժամական վարձերը ռոճիկները այսինքն մոտ 4/10-ի չափ բարձրացավ մեկ ամիսից մյուս ամիս բախտատելով տարեկան միջին ռոճիկները միջին ամսականը մեկ տարվա ընթացքին 3.71% աճ ունեցել եւ այս ամենից քիչ աճն ունեցել 2024 թվականից մինչև հիմա So ինչեր են որ շատ ավելի ասած մեզի որպես կայուն սալիդ պատասխաններ տա եւ մեծամասնություն ինչերի մասին են մտահոգ մեկը լինելով այս գործերը որ հունվարին ստեղծվավ 130,000-ը մեծամասնությունը որ նախքան տա մասին անցնենք առաջ ասեմ բախտեդեմ մտահոգություն ընդհանրապես ուր է մտահոգությունը 2025 տարվա գործերը որ ստեղծվավ երբ որ տարեկան են նայում հարցին առաջի հերթին են նախքին ամսվան նայում են
տարեկանի մեջ որ գումարում են ամեն ամսվանը բաժանելով 12 ամսվա, ամսականը ելնում է 15000 գործեր ստեղծվե ամեն ամիս։ So revision, revise, որտեղ առաջ մեծ են ասում են փոխում են, իջացնում են, իջացնում են։ So 15000 գործեր ստեղծվե ամեն ամիս 2025-ին։ Վերջի 6 ամիսը 2025-ի 6 ամիսը իր մաքուրը նետ որ նայում են մոտարապես ամեն ամիս 1000 գործ կորուստ ունեցե։ Որտեղ ամեն 2025-ի զեկույց, որ հիմա 130,000 ասան, հետո 2 ամիս հետո ճիշտ թիվն են ասում եւ շատ ավելի քիչոտ է։ Պետության կենտրոնական բանկի, որ քանի հոգիներ են, որ իրանք որոշում տվող են տոկոսին իջացնեն դե ոչ, մեկի անունը անշուշտ լինելով Waller, որի շատ ես իրան սիրում եմ Waller-ին, ասում որ պետության դա ասում ստեղում եթե նայես ընդհանրապես 2025-ի մանավանդ վերջի 6 ամիսը իր ինքը անգլերենով ասել է որ zero zip nada ոչինչ zero հիմա որ դրանք այլ է որ այս հունվարի համար շատ ուրախ են 130,000 որ այս թիվը կփոխվի բայց մեծամասնությունը բժշկական healthcare գործերի մեջ այլ է մեծամասնություն so մյուս կարևոր կետերի մեջ որ լինի real estate-ի մեջ շինարարության մեջ ֆինանսավորման մեջ դրանք ոչ մի hiring չի ելե եւ ամեն ելերա մեծամասնությունը բժշկության մասնակազմ է եւ էսի pressure-ը ընդհանրապես այդ ուղղությամբ ավելի քիչոտ եկամուտ գործերը lower income ընդան կարող է որ լուրջ հարց ունենան եկամուտի որտեղ գործի հարց կա So income growth որպես ռոճիկները շատանա դա խնդիր է եւ դա կամանցանում So jobless expansion այսինքն to income-less expansion որ հաշվում են այսինքն գործը համեմատ եկամուտին որտեղ income գործ ունեմ okay I have a job գործ ունեմ բայց գործը plus եկամուտի շատանալը wage growth որպես եկամուտը շատանա նույն եկամուտով աշխատես թանկությունը էթումա վրև դու չես հասնի ընդան So եթե եկամուտը օրինակ ամիսը օրինակ եմ ասում $10,000 է հիմա թանկությունը այլ է քո ծախսը 8,000 է հիմա ծախսը 11,000 եկամուտը դել պիկաճի էդի խնդիրը So եկամուտների աճը պակսում է կարող է գործ ունենաս բայց եկամուտների աճը պակսում է եւ այսի գործ ստեղծելը կարող է որ չի նշանակում լավ բան է եթե գործաստեղծում թե ռոճիկները չեն շատանում retail sales այսինքն retail առուվաճառքը ընդհանրապես դեկտեմբերին flat էր ոչ բարձր ոչ ցած եւ consumer spending ժողովուրդը որ փող են ծախսում economy 2/3-ը տա վրա է հիմնված բոլոր ամենահզոր ընկերությունները Starbucks-երից բռնած մինչև McDonald's, մինչև In-N-Out, մինչև Macy's, մինչև Nordstrom, մինչև Telephone, Verizon, ինչ որ մեքենաներ, ուտելիքներ, հավկիտ, ռեստորաններ, steakhouse, doesn't matter, սպորտային խաղեր, բասկետբոլներ, ու որ այդում եք ժողովուրդն են որ փող են ծախսում։ Եվ այս ժողովրդի 2/3 բիզնեսը էկոնոմին եկամուտների ժողովրդի ծախսելուց է։ Եվ այս ժողովրդի 2/3-ը եթե սկսի իջնել, որ երբ որ գործ չունես կամ ռոճիկը չի շատանում, դա լուրջ հարց է ելնելու։ So GDP ու gross domestic product-ն որ դա հաշվում են մանավանդ ժողովրդի ծախսելու կողմից, դա լուրջ հարց է։ 2025-ի երկրորդ երամսյակին GDP-ն gross domestic product-ը 4.4% էր, ասի ժողովրդի ծախսն են ցույց տա ծախսելը։ Եվ բարձր կուզենք ելնի 4.4-ը։ Երրորդ երամսյակին 3.8-ի իջավ եւ չորրորդ երամսյակին
3.7-ի իջավ, այսինքն ժողովուրդը սկսում են քիչոտ ծախսել։ Մեր տան մեջ էլ նույն խոսակցություն ունեցել ենք, որ համեմատաբար ծախսերը թանկություն է։ So historically պատմության մեջ որ նայում ենք, so եկամուտի շատությունը գործերը որ ստեղծում է եկամուտն էլ պետք է բարձրանա։ Միայն գործ ստեղծվի, եկամուտ շատանա, դժբախտաբար չի օգնում։ So որ դրանքը շատացեն մեկիչը productivity-ի մեծ մասից AI-ի մեջ է, AI-ի բաների մեջ automation efficiency եւ այդ կողմից AI-ը անշուշտ շատ գործերին ազդում է, քիչոտ գործավորներ են վերցնում եւ ընկերությունները որ մեծանում են expansion գործեր, բիզնեսները որ մեծանում են, չեն payroll շատացնում կամ ավելացնում, իրանք են մեծանում։ Հիմա կենտրոնական բանկի համար այս ինչ թարգմանություն է որ տոկոսներին հաշվելով։ So inflation որպես սղաճը դեռ իրանց 2%-ից բարձր է, բայց համեմատաբար դեռ ցածր է։ Labor market ներողություն։ Գործերը որ ստեղծվում է labor market-ը դեռ նորմալ է, այսինքն չի խանգարվել, ճիշտ է քիչ գործեր է ստեղծվել, բայց crash չի անում այդ ձևով։ Եվ սա համար չեն տեսնում, որ շատ վրազ են տոկոսները գտրելու համար։ Նորեն կենտրոնական բանկի խորհրդի անդամներից երկու հոգի Waller-ը, որ մի քիչ առաջ ասամ, եւ Warsh-ը, Kevin Warsh, իրանք կարծում են, որ ռիսկը շատանում է, այսինքն կամանց ռիսկը շատանում է։ Labor market որպես գործեր որ ստեղծվել է, դեռ կամանցանում է, բայց դեռ չի խախտել որևէ ձևի, բայց ասում են, որ որովհետև ռիսկը շատանում է եւ գործերը թեթևանում են, կարծում են, որ տեղ ունի մեկիշ տոկոսները կրճատեն։ Բայց market export պաշտոնական շուկան համոզված է 6%-ով միայն, շատ քիչ է, ընդհանրապես 90%-ից ավել է, 6%-ով միայն կարծում են, որ մարտի ժողովին կենտրոնական բանկը տոկոսները կգծի, որ չեն, դա արդեն 0 է, եւ մեծամասնությունը իմանում են, որ երկրորդ կեսին 2 անգամ այն ժամանակ պետք է կտրի, unless մեր բաները դին հիմակվանից միջև այն ժամանակ։ So այս ինչը նշանակում real estate-ին եւ mortgage-ին եւ տոկոսներին, դա կարեւոր է մեր համար։ So ինչքան գործ է ստեղծում, stronger job numbers, այսինքն գործերը շատացնում են, դա մի քիչ pressure այլում կենտրոնական բանկից դուրս է գալի այդ pressure-ը, ըստ ներողություն, մատեսեմ ինչու եմ չի անցնում։ So այս գործերը որ ստեղծում է, տեսնում են, որ կենտրոնական բանկը դեռ առաջ մեզ չի տեսնում տոկոսի իջացնելու համար եւ բարձր պահելու այս տեսակով։ Չմոռանանք հիշեցնեմ կենտրոնական բանկի տոկոսները չի ուղղակի mortgage տոներին կապ չունի տունի տոկոսներին։ Բայց 10 տարվա bond market-ը նայում է այս forecast-ը, okay, խնդիր չունենք economy-ն դեռ is not booming, is not hot, բայց նորմալ առաջայթում economy-ն գործեր ստեղծում է, unemployment-ը դեռ թիվերը մեջն է, ժողովուրդ դեռ գումար ծախսում են, այդքան չէ, բայց չէ։ So չեն տեսնում որ bond market-ը չի react անում տոկոսները իջացնելու համար։ Բայց որպես գնողներ, որպես ժողովուրդ տուն են առնում, նայում են իրանք ինչի, նայում են որ մատ ստաբիլ, մատ սահուն եւ ապահով գործեր ունեն, իրancs գործերը ունեն։ Դա կարևորներից մեկն է եւ իրանց համար մատ ինքնավստահություն է բերում, ովքեր ուզում են տուն առնել։ Դա կարևոր ինչ է։ Ես միշտ 12 տարի ձեր հետ այս ծրագիր ունեմ, միշտ ինչ եմ ասել, գործ ունես, եկամուտ ունես տուն առնելու ժամանակն է։ Ոչ թե երբ իջավ, երբ բարձրացավ, երբ ինչ ելավ, երբ որ payment-ը կարող ես վճարես, դա ճիշտ տուն առնելու ժամանակն է, որտեղ հիմա միշտ զեկույցների մեջ կասեմ տունի արժեք իջացնելու մասին չկա, ոչ արժեքներ չի իջնում, բայց խոսանք դա մասին։ So կարևորը ինչա որ ինքնավստահություն ունենաս, գործ ունենաս, ստաբիլ գործ ունենաս։ Եվ որ economy-ն կամանցանում է ընդհանրապես,
so աճը որպես աճ այդ մոքի որ եկամուտը չի շատանում, ուրեմն եթե օրինակ ասեմ, ինչ ասեմ, սենց ասեմ, այսինքն ասենք օրինակ կոշիկ եք առնում, կոշիկ ամենից լավ բանն է, կոշիկ առնեն, կոշիկի արժեքը օրինակ $100 է, և քո եկամուտը թույլատրում է այս $100 կոշիկ առնես, եկամուտը ստեղ մնում կոշիկ էլ $150, արժեք հիմա կարող ես առնես, ոչ, ասպես ես $100 եմ կարող առնեմ, շոման ես գալի $100 առնես, շո ինչ անեմ 150-ը շատացել է, որտեղ պատճառներով իրա գործավոր, իրա ծախսը շատացել է, թերիվ եւ այլն, այնի չի վաճառվում, ուրեմն դու սպասում ես, ասպես լավ, եթե ես ամիսը 3 ամիս մեկ եմ կոշիկ առնում, հիմա 6 ամիս մեկ կոշիկ առնում։ Օրինակ եմ տալի, պարզապես հասկանաք, so slower income growth, այսինքն եկամուտը քիչ է շատանում, affordability-ն էլ այսինքն քիչանում, այսինքն չէ ավելի քիչոտ ապրանք ես կարող առնես, որտեղ ամեն ինչը թանկացել, ամեն ինչը ստեր, առնում ես, իմ ամեն ինչը ստե, հա, էլ չես առնում։ Ասես չեմ կարող առնեմ, ուզենալու հարց չի։ Մարդ կարող որ տարին 3 անգամ Եվրոպա էր եթում կոֆեի հետ էր գալի, հիմա կարողա չկարողանա։ Եվ first time buyer-ների համար անշուշտ զգայունն է, որ տոկոսներն են, որ շատ լավ լուն են մեր տոկոսների համար, արդեն 5% ունենք և 5.25, այսինքն էլ տոկոսը էքսյուս չի, հետա մասին խոսանք։ Հիմա housing supply, այսինքն տունելն էլ է, կարևոր տուն բեք ելնի ծախվելու որպես, so երբ որ գործերը կամանցանում են, job growth slows down, mobility slows down, ինչ է նշանակում։ Հիմա մենք հայերից չենք կարող օրինակ վերցնենք, բայց որովհետև մենք այս երկիրում ենք ապրում, որովհետև Գլենդելում 186,000 ժողովուրդ կա, եւ մեր Գրլենդել, Burbank, Pasadena, մեր շրջակայքը, Թահանգա, Լակրսենթա, Սանլան, այս անմիջական շրջակայքի մեջ Pasadena եւ այլն, անմիջական շրջակայքի մեջ վերցնենք, Իշքան օտարազգ կան, չէ, ամեն ձևի, չինացիներ, ժապոնացիներ, մեքսիկացիներ, լատինա, ամերիկային, սեբականներ, տարբեր ազգեր ապրում ենք այս ամենս միասին, եւ այս մեծամասնություն օտարազգերը նամանավանդ սպիտակների մասին է խոսքը, բուն մաքուր ամերիկացիների համար, իրանց համար փոխադրվելը, ոչ թե մասին խոսացել եմ, մեկ քաղաքից մյուս քաղաք, մեկ նահանգից ուրիշ նահանգ, շատ նորմալ երևույթ է։ Շատ նորմալ երևույթ։ Այսինքն դուք եթե եք ասեմ, ինչ ասեմ, Աբովյանից Հրազդան, մեծ big deal չէր։ Այդ հայերից Իսֆահանից Թեհրան, ամեն ինչը նույնն էր, միայն քաղաք էր փոխել, ոչ մի տարբերություն չի զգում։ Եթե բեկի այդին օրինակ Բուրչամուտից մինչև այդ հայեր ես իմ Աշրաֆի հետ տարբերություն երևի չաներ, դու կարող ես տունի տեսակը բանը, բայց ընդհանրապես նույն բանի տակս։ So որովհետև էկոնոմիկ կամանցանում է, փոխադրություններն էլ կամանցանում է։ Այն որ states էթում էր Թեքսաս կամ Թեքսասից գալիս Կալիֆոռնիա կամ Լոս Անջելեսից փոխվում էր Սան Ֆրանցիսկո կամ Սան Դիեգոից էթում էր Արիզոնա կամ Նևադա, այդ շարժումները կամանցացել է, որովհետև գործ չի ստեղծում այդքան, որ ասա ընդեղում գործ կա էթամ, ընդել գործ չկա, չի էթում։ So երբ որ չի էթում, չի ծախում, երբ որ չի ծախում, չի վաճառում իր տունը, նստում է, supply-ին ազդում է։ So ավելի քիչ job location-ի, job relocation-ի հարցեր կա։ Եվ շատերը կան, որ դիմում են, այսօր Disney-ա գործում, այդ մանդե, այսօր ESPN-ա գործում այդ մանդե, այսօր չեմ անում, Tesla-ա գործում, այսօր Rivian, Texas եւ այլն։ So resale ապրանքը տուներին է ծախպակսում է։ Recession risk, այսինքն recession ճիշտ թանկության հակառակը, որ market-ը crash արի, ոչ, առայժմ չկա, labor market, որպես գործերը տեսնում են կամանցանում է, եկամուտը կամանցանում է, բայց մինչև 2026-ին monitor կանեն, բայց չեմ կարծում առայժմ recession-ի լուր կա։ So հունվար ամսվա գործերի զեկույցը շատ ավելի լավ է երևում, ինչ որ լրիվ 2025-ին է լավ, so job growth-ը որպես եկամուտը շատանա, wage growth-ը շատ կամանց է,
income pressure կա ժողովրդի վրա, որ եկամուտը քիչ է եւ տոկոսները կենտրոնական բանկը կարող է այդ շուտ չգտրի։ So եթե այդքան անմիջապես նայենք Կալիֆոռնիայի մասին, նոր տեղեկություններ ունեն Կալիֆոռնիայի համար եւ նորեն վերնագիրները մեկ քիչ misleading չեն խափում, այլ ուղղությունը մտքիդ ուղղությունը փոխում է եւ վերնագիրը գրա California Home Affordability Improved, այսինքն Կալիֆոռնիայի տուն առնելու եկամուտ համեմատ արժեքների կողմից լավացերը ավելի շատ մարդիկ կարող են հիմա տուն առնել։ Եվ կետա դերը վերջը գրա slightly, բայց շատ թեթև։ Բայց slightly ասելով ժողովրդին առաջ վերնագիրը մեծ ասում է, հետո ասում է նորից չեմ ուզում բանեմ ես իմ խորհրդի անդամի մրցության մեջ որ կանք քաղաքապետության համար ուրիշ տեխնացուներ էլ կան 12 տեխնացու կան եւ այդ տեխնացուների մեջ մեկ քանի հատը ոչ թե բոլորը առանց անունով խոսալ ես շատ լսում եմ հաջող գալիս են մեր ժողովրդին ոչ թե միայն հայերին ամենին ժողովրդին ասում են որ ես պետք է ձեր կայծի բիլը ամիս $1000 կտրեմ բերեմցած $500 անեմ այդ խոստումները սուտ խոստումներ են հնարավորությունները չկա այդ այո ձևերը կա արժանացնելու ես գիտեմ բայց ոչ թե այդ ձևի խոստումները որ սուտ ստախոսություն so նույն բաները իմաստե headline news-ը սուտ չի խոսում բայց շեղում է քեզի մեծաբաշխը so նայենք թիվերի մեջ անցնենք 18 պաշտոնական թիվեր են 18% Կալիֆոռնիայի ընտանիքները household ասին մեր տունի մեջ կարող են միայն տուն առնեն այսօրվա Կալիֆոռնիայի medium price-ը չորրորդ երամսյա 2025-ին է որ մոտ $900,000 մասին է խոսքը so այսօր պաշտոնական այսօր մատ $900,000 տուն որ միջինն է չեմ ասում 1,800,000 լրիվ Կալիֆոռնիայի միայն 18% կարող են առնել մնացած 82% չեն կարող տուն առնել Էսի պաշտոնական թիվերով է մեր հայերինը մեկ քիչ տարբեր է, բայց ոչ շատ։ Մեկ քիչ տարբեր է։ Եվ ինչու են ասում California Home Affordability Improved, այս 18%-ով ասել են խոսում, բայց իմանում եք ինչու են ասում improved, որովհետև երրորդ երամսյակի 17% էր։ 1% ավելացել է չորրորդ երամսյակի վերնագիր են գրում։ Come on, ումի վրա եք ծծաղում։ Չի ժողովրդին խափում վերնագիրներով։ Եվ անցյալ տարի 16% էր, վաու, 16-ից 18 էլանք։ Թող հիմա բացատրեմ կիմանաք ինչի մասին եմ ասում, մենք ուրախացեք, բայց նորից հիշեցնեմ, սա հայերին այդքան չի պատկանում, որտեղ հայերիս եկամուտը տարբեր է մեծամասնությամբ, եթե միայն հայերին բախտատենք, հայերի 50-60% կարող են տուն առնեն այդ չափու սահմանների մեջ, տուն չկա, այդ ուրիշ պատմություն է։ So technically իրականության մեջ այո affordability improved վերնագիրը ճիշտ է ասում այո ճիշտ է ասում բայց ոչ թե այդ տեսակում եմ մարտասի so reality-ն ինչ է 2012 թվականին 2012 թվականին որ ամենաս peak-ն էր ժողովրդի affordability այսինքն կարող են տուն առնեն 56% ընտանիքները 56% ընտանիք, այսինքն տունի կազմողներն կարող է single մոդի ապրում, բայց household հասկացողության կարող են տուն առնել։ 2012 թվականին Կալիֆոռնիայի 56%-ը կարող է տուն, այսօր 18%։ Այդ կարողացի նստեք մեր Երևակայք ինչ եմ ասում ձեզ։ Դա means այսօր affordability-ն ժողովուրդը կարող են տուն առնել, 1/3-ն է ինչ որ 2012-ին էր։ That's a big number, մեծ թիվ է, Կալիֆոռնիա գիտեք ինչքան մարդ կա ապրում է, եւ դա միայն 18% ընտանիք։ So ինչու հիմա նայենք այս 18%-ը շատ կարևոր է։
որովհետև 18-ը կարող է 19, 20, 30, 40 էլի, բայց դրանք ինչու եւ այդ ինչուն կարող է շարունակվի եւ ինչպես։ Առաջինը բոլոր Կալիֆոռնիայի մասին է խոսքը, so single family տուները Կալիֆոռնիայում 4-րդ երամսյակին ընդհանուր Կալիֆոռնիա, որ մեջը մտնում է Fresno, Bakersfield ամենը 2.2% արժեքները իջավ։ Բոլոր Կալիֆոռնիա։ Եվ այսի երկրորդ երամսյակն է որ իջնում է։ Բայց ընդհանուր տարեկան նայելով անցյալ 2024-25-ին բախտատելով 6/10-ի չափ արժեքները բարձրացել են։ Դե երամսյակն ենք օգնում ըստ տարեկան այդքան է։ So առաջին decline-ն է 2023 թվական երրորդ երամսյակի առաջին անգամն է որ արժեքները մեկից իջավ։ So prices ուզենք չունենք թեթևացել է։ Բայց հիշացնեմ, this does not mean it's crashing. Market-ը crash չի անում, դա բոլորի մտքից հետ հանեք։ Market-ը collapse չի անում, բոլորի մտքից հանեք եւ բայց թեթևանում է։ Դա ուզենք չուզենք թեթևել է որտե ամեն քաղաք ամեն տեղ նույնիսկ էս տանուր են խոսում։ Տոկոսները բայց տոկոսները ուր հասանք։ Տոկոսները 1% $1000 տարբերություն անում։ Շատ տարբերություն անում 1%։ 1.5-ը ավելի մեծ տարբերություն անում։ Դրանք մի բան կոկոտս պտա։ Այսօրվա affordability որ հաշվեր են, հələ այս որ հաշվում են ներողություն եմ, բարձր տոկոսով են հաշվում, պաշտոնականն է 6.3-ով են հաշվել։ Եթե օրինակ 5.5-ով հաշվում է, 18%-ը շատ ավելի շատ է պաշտոնականը։ Եվ median price-ն հաշվով 900 է, հիմա 700 ես առնում կամ 1.4 ես առնում, այդ էլ փոխվում է։ Եվ ստա մեջ մտնում է principal, այսինքն մայր գումար, տոկոս, property tax-ը եւ insurance-ը, եւ insurance-ն էլ մեծ դեր է կատարում։ Insurance-ը մեծ չի, միայն մայր գումարը, տոկոսը եւ tax-երը։ Հիմա պաշտոնական 6.3-ով հաշվելով եւ պաշտոնական իրանց թիվերով այսօր ով որ Կալիֆոռնիայում հողամաս առնի սեփական հողով, որ 950-920 հազար չեմ, տեսնում բանը 900 հազարների մեջ է միջին արժեքը պաշտոնականը, իրանք հաշվի որ տարեկան 213,000 եկամուտ պետք ունես, որ կարողանաս այս տունը առնես, այսինքն ամիսը $17,000։ Եվ դա շատ մեծ թիվ է, որտեղ մեր ընկերության մեջ նույն թիվերով հաշվելով, նույն $800,000 թիվը հաշվելով, փոխարեն 213,000 եկամուտ ունես, մենք 170,000 եկամուտ ունենք, մոտ կուզենք, մոտ 40,000 ավելի քիչ եկամուտ, որ կարողանաս նույն $5,330 payment-ը վճարես։ Այսինքն անշուշտ եթե ուրիշ պարկ չունես, credit card-ի պարկ չունես, այս չունես, մոտ 14,000 տարեկան եկամուտ պետք ունես, որ 900,000 տուն առնես, որ qualify անես այս $5,300 payment-ի համար։ So հիմա ինչ է հետաքրքիր։ Հիմա կոյս 213,000-ն էլ, որ իրանց պաշտոնական թիվն է, ասենք, եկամուտը, որ պետք է 2025-ի 4-րդ երամսյակին, $23,000 ավել եկամուտ է պետք, բախտատելով, ամենաս բարձրն է բախտատելով երկրորդ երամսյակ 2024-ին։ Այսինքն 24-ի գարնան մինչև 25-ի ձմռան 23,000 ավելի շատ եկամուտ պետք ունես։ Կարծում ես պարզ ժողովուրդը այս 1.5 տարվա ընթացքին 23,000 ավելի եկամուտ են սարքում հիմա, ամիս $2,000։ Ոչ, բայց դες արժեքներն ու տոկոսները պարտադրել ասում հիմա պետք է ամիս 2,000 ավել աշխատես, որ կարողանաս առնես։ 2,000 ավել աշխատես 2024-ից մինչև հիմա։ Does that make sense? Հասկանում եք ինչ եմ ասում։
13 հատ երամսյակ 4 ամիս 4 հատ երամսյակ ունեն, չէ՞, գարուն, աշտան, ձմեռ եւ ինչ է ումեն է մոռացել աշուն, ձմեռ, գարուն, ամառ so շո ամառ էլ չենք տեսնում ամեն օր ամառաստ է so 10 վերջի 10 տարին 4 հատ երամսյակ ունենք 13 հատ երամսյակ այսինքն 3 տարվա մոտարապես մեկի շպակաս 13-ից 12 հատը 200,000-ից ավել եկամուտ պետք ունեն qualify անելու համար որ տուն առնելու համար բայց կամ քանդոների մասին խոսանք միք սպասեք այդ տունին եթե խնդիր ունեք միք սպասեք պաշտոնական նորեն թիվերով քանդո առնողները այսօր 28% կարող են տուն առնեն որ եւ անցյալ երամսյակին 27% եւ անցյալ տարի 25%-ը 3% ացել է medium արժեքը Կալիֆոռնիայի կոնդոմինիումի միջինը $650,000 է, քան թե տունը $950,000-ի չափ բանա եւ եկամուտը նորեն պաշտոնական պետք է կոնդոմինիումի համար իրանց հաշվով $159,000 համեմատ տունին 213,000 պետք է, որ 150-ն էլ մեր հաշիվներով մեր ընկերության մյուսը 130,000 էլ բավական է։ Որ լումա տարեկան ամսական payment մոտ $3,980, դա մեջ homeowners association-ը չկա։ Դեռ թանկ է անշուշտ, բայց բախտատելով տունի հողամասին, դեռ լավ է, ինչու ինչ որ առնես վերջապես investment-ը առնում ես, եթե կարող ես պետք է անպայման տուն առես։ Դա համար first time buyer-ների համար շատ ավելի ձեռնատու է կոնդոմինիում առնեն, այդպես սկսեն, քան թե տուն առնեն։ Բայց հետաքրքիր եմ այս Կալիֆոռնիայի մասին, որ խոսում եմ, ուզում եմ դուք հասկանաք ուր եք ապրում։ Եվ ես չեմ ասում Գլենդելի մասին։ Եթե Գլենդելի մասին խոսամ, այս թիվերը ահավոր տարբեր են։ Անցյալ շաբաթ զեկույց տվամ ձեզ Գլենդելը top 10 քաղաքները Ամերիկայից Գլենդելը 10-ի մեջ է։ Ամենից թանկերից մեկն է։ 39% ժողովուրդը բոլոր Միացյալ Նահանգներինը կարող են տուն առնեն համեմատ 18% Կալիֆոռնիային է։ Տեսա տարբերությունը ինչ է։ Կալիֆոռնիան միայն 18, էլ Կալիֆոռնիա, Լոս Անջելես ասեմ, երևի 8 բայց ունեմ report կգնամ Լոս Անջելեսին ինչ է, բայց Կալիֆոռնիան համեմատ բոլոր Միացյալ Նահանգներին 18 բախտատելով 39, 21% ավելի շատ ժողովուրդ։ Ինչու՞, որտեղ միջին տան արժեքը Միացյալ Նահանգների միջինը 414,000 է։ Եվ միջին եկամուտը պետք է իրանց հաշվով $101,000 է, որ մեր հաշվով կենի $80,000, որ ուրիշ նահանգում տուն առնես։ Կամ ուրիշ $400,000 տուն առնես, այտենց ասում, չկա ստե $400,000։ Bakersfield կճարես, Fresno կճարես, բայց մոտիկները չկա։ Even Palmdale երևի ճարվի էստեղ այնտեղ։ Եվ մի ամսական եկամուտ payment-ը $2,500։ So մատ բռնեք որ տարբերությունը Կալիֆոռնիայինը համեմատ մյուսներին։ So Կալիֆոռնիայի գնողները այսօր double the income երկու անգամ եկամուտինը բախտատելով միջինը Միացյալ Նահանգների Միացյալ 100,000 պետք է Կալիֆոռնիա 213,000 եթե բախտատենք այդ երկուսը միասին։ So այս ինչ է նշանակում ընդհանրապես affordability recovery, այսինքն ժողովուրդը կարողանան payment վճարելու հարց ունեն եւ դա կարեւորը եւ մեկ քիչ էդի այստեղ stable այլում արդեն շատ վրևցածեր չունեն մնացել է ամփոփող տոկոսները եւ արժեքները եւ այդ ձևով ճիշտ է այլում so improve եկամուտի affordability-ն լավանում է որպես տուն առնել արժեքները մեջ չին նորմալացել են տոկոսները արդեն նորմալացել են եւ եկամուտները որ ամենից բարձրն է դա մի քիչ իջել է Բայց այսօր նայենք 18% affordability, 82% այսօր չեն կարող տուն առնեն եւ դա մեծ հարց լուրջ է, ասես իրաց պաշտոնականն է, մեր հայրենը երևի 18-ի փոխարեն 24-5% կամ 25%։
So մենք իհետե challenge structure. So ինչ պետք է լինի, որ այս փոխվի տոկոսները պետք է շատ իշնի, որ մեր իջեր, այսինքն ես մեր թիվերով եթե անեմ, վստահ եմ 18% չենք, մենք վստահ եմ 30%-ի մեջ ենք, որտեղ մեր իրանք 6.3-ով են արել, մեր տոկոս արդեն 5.25-ը մեր տոկոս ավելի քիչ, so այդ վստահ եմ շատ է փոխվել։ Արժեքները շատ ավելի պետք է իշնեն, բայց չեմ կարծում, այդ ավրա հույս մի դիրեկտ էս բան չկա, եւ եկամուտները շատ պետք է շատանան։ Մա եկամուտ կարող է նստել է սպասում ես ռեյս տանես, կարող է չենի, կարող է երկրորդ, երրորդ եկամուտի մասին սկսես մտածել։ So հիմա տոկոսները մեկ քիչ բարձր են, իշտում են կարող, բայց մոտարապես նույնն են, բայց ինչպես ասեմ, արժեքները իշտում են, բայց collapse չի ելնում, դա մասին մի խոսացեք եւ ռոճիկները քիչ է բարձրանում։ Եվ էսի հիմա գնողների համար մանավանդ Կալիֆոռնիայում եթե սպասում ես որ crash-ը չի լինի, բայց negotiating with the seller's credit մենք սելերների հետ կարողանում եմ 20,000, 30,000 իսկ credit եմ վերցնում մեր հաճախորդների համար 20,000 ասենք օրինակ 1 միլիոնանոց տուն առես քեզ ես բացառում 1 միլիոնանոց տուն առես 20% դառնես օրինակ 800,000 պարկ 800,000-ի 2.5% էլ 20,000 դոլար Ես եթե $20,000 վերցնեմ սելերից ձեր տոկոսը 2.5 point կարող եմ իջացնել, որ մեկից հետո տոկոսները կնայենք։ Ես կարծեմ, ես ձեր հետ խոսամ, երևի 8 ժամ կխոսամ ես։ Ինչքան խոսացիմ, հələ դեռ առաջի զեկույցի վրա եմ դեռ ոչ երկրորդն եմ ասել, ոչ երրորդն եմ ասել, ոչ տուներն եմ ցույց տվել, ոչ։ So մենք չպետք է արագացնեմ։ So կարող ենք տոկոսը negotiate անենք, իջացնենք կարող ենք քանդո առնես, քան թե տուն առնես առաջին, եթե չես կարող, բայց ուզում ես location-ը թաղամասը չփոխես եւ կարող ես strategically պահենք, սարքենք նայենք ձեր համար որն է ճիշտը եւ multi-generation-ը, որ միշտ եմ ասես նորությունը, ինչ է նշանակում ծնողքը երեխեքի հետ կարող են մտնեն տուն առնելու վրա։ Դա մեծ օգնություն է, ոչ մի բան սխալ չկա տա մեջ, նույնիսկ հետո անունը մոր հանեք tax-երը չի փոխվի, որտեղ ծնողից երեխա, երեխայից ծնող property tax-երը չի շատանում, կարող եք նույն ձևի հանեք դնեք անունը բոլորովին խնդիր չի ելի։ Ինչա վերաբերվում որպես ծախողների համար, որպես seller, պետք է հասկանան, որ այսօր ժողովուրդը, եթե ուզում ես ծախես, պետք է նայես ժողովուրդը կարող են քո տունը առնել, չէ՞, որտեղ they're capped, իրանց եկամուտ, իրենց արժեք, ասում են, ես 1,400,000 տուն ավել չեմ կարող առնեմ։ Քո տունը շատ սիրուն է, ամեն ինչը շատ լավ է, 1,600,000 էլ շատ լավ է, բայց 1,4 ավել չեմ կարող տամ, ուզենալու հարց չի, կարողության հարցը։ So բայերները այսօր payment-ով են զբաղվում, այս տունը առնեմ payment-ից ինչքան կելնի ամիսը, ոչ թե այս տունը ինչ արժի, who cares ինչքան կարժի, payment-ից ինչքան է ելնելու, կարող եմ payment-ը տամ դե չէ։ So արժեքները, որ list են անում seller-ները, պետք է reflect անի reality-ին, higher rates, qualification standard-ը, որ կարողանան անեն, և payment-ի sensitivity ունեն ծախող առնողները։ So այն արժեք, այն տուները, որ ճիշտ են արժեք դրվում, ճիշտ են, և overpriced չեն, overpriced-ը մնում է, ճիշտը չի մնում։ Այս շատ ներողություն, այսի շատ երկար գնացինք, ես պետք է անմիջապես տեսնեմ տուները, մի քանի հատ ցույց տամ, որ մեկ քիչ արագ ցույց կտամ, բայց խորհրդի անդամի համար չմոռանաք, շատ սենցի լուրջ հարցեր կա, որ մարդ պետք է ինքը իմանա ինչ անում, որ այս գործերը կարողանաս անես քաղաքապետության մեջ, էկոնոմի պետք է հասկանաս, ֆինանս պետք է հասկանաս, շատ հասկացող մարդ պետք է լինի խորհրդի անդամում, որ կարողանաս մեջից դուրս գա, որ ես եմ ելնելու ձեր համար բարեբախտաբար հույսով եմ ընտրվեմ դուրս գամ։ Mən այն մարքեթը ինչպես փակվավ շատ արագ ընտրում եմ։
Ուրեմն Dow Jones-ը 49593, 50 փունջ շահ, S&P-ն 6836, 3 փունջ շահ, Nasdaq-ը 22940, 50% կորուստ ունեցավ։ Գերմանական DAX-ը 28062 փունջ, Nikkei-ը 10043 փունջ, ներշու FTSE-ն, որ անգլիականն է 10000, Nikkei-ը Japanese 56941, 657 փունջ կորուստ ունեցավ, Չինական Shanghai-ը 4082, 91 փունջ շահեցավ։ Քարյուղայնակիցն մի քիչ gas price-ները օգնում է ժողովրդին, որտեղ արժանոտ են գասվում, այդ փող կարող են դնել տունի վրա, բայց չես կարող վրան հաշիվ անես, կարող է բարձրանա։ Բայց ոսկին, վա, 5063 ոսկինից մոր տունա քանդում, մոր տունա սարքում, $115 բարձրացավ, արծաթը 120 էր, $77, իջավ $1.50 բարձրացավ, Platinum-ը 2061 46 point։ Եվրոպական եվրոն եւ pound-ը մոտարպես ամփոփոխել, բայց Bitcoin-ը, նա որ Bitcoin-ի խաղի մեջ են, oh my god, վստահ եմ լացում են, 100,000 հասե, 99,000, արդեն 68,000, I'm sure նեղում են։ 10 տարվա treasury ու 30 տարվա վարկերը ուղղակի հետևում են, նայեք ինչ է լավ անգործության լուրը, որ եկավ, հետո վրան 4-ի մեջ են, բայց նայեք այս 0 եւ այս 2-ն է, 40% ստե է։ 40% իջավ մեր շաբաթվա մեջ, որ որ տուն է առնում կամ refinance ուզում անի, այս 40%-ը մեծ դեր է կատարում։ Մենք հիմա նայենք տոկոսները շատ արագ ուզում եմ տոկոսների վրայից անցնեմ, որովհետեւ շատ կարևոր է տոկոսները, որ տեսեք ինչքանը իջե եւ նորից եմ ասում, մի մտահոգեք հեռացանեք, ես ձեր տոկոսը, ձեր ծախսը, ձեր payment-ները, ինչքան payment կենի, ինչքան տուն առես, ինչքան payment կենի, որտեղ տուն առես եւ այլն, ամենը որ դուք տուն սովորեք, որ իմանաք, քան թե մամուլների բաներին եք գրում, որ օքեյ, թե այսքանոց տուն կարող ենք առենք, չեն կարող առենք, տեր եւ տիկին նստեք խոսացեք կամ ամուսիններ կամ քույր եղբայրներ կամ ծնողներ, ասու կարող եք, դե չեք կարող։ Ուսում են նայենք տոկոսները որտեղ հասավ խնդրում եմ։ Առաջին refinance-ների համար այդ վարկը 300,000-ից $830,000 է եւ credit score 780-ից վրա 20% equity ունեք, refinance-ի համար բարի գալուս full tax return-ով է։ Նույն ձևից refinance-ը բացում է գումար քաշեք տան վրա, տան միջով արժեքի 70% քաշեք, միջով 832,000 պարկ, տոկոսից 5.375։ Եթե high balance ես 830-ից $1,200,000 տունիդ արժեքը եւ ուզում ես որ refinance անես եւ credit բարձր եւ ունես գոնե 25% equity, այսի կարող ես վերցնես 5.625-ով 1 point-ով, which is a great rate։ P&L պրոգրամով եթե ասենք տոկոսները tax return-ները չես դում ցույց տաս եւ ուզում ես որ առանց tax return-ի մոտենաս profit and loss statement-ը եթե self-employed ես դու անձնական գործ ունես կարող ես ստանաս 6.4%, եթե 30% equity ունես։ FHA եթե credit-ը վատ է 620-ը, բայց full tax return ունես 2 տարվա 5.25 fantastic price։ Նայենք first time home buyer-ի ես buy down or temporary buy down-ն է, եթե ասենք, այսի օրինակը ներշուն 5%-ով է $800,000 վրա, payment-ը 5.5%, բայց կարող ես 3.5%-ով սկսես առաջի տարին, 4.5 երկրորդ տարին, որ ժամանակ դա եկամուտը շատացնես, որ կարողանաս հասացնես։ Ուրեմն եթե first time home buyer ես հայրենակից, ես եմ ասում, եթե ես տուն առնես $800,000 եւ 3% կանխավճար ես տուն, ուրեմն պարկը տել $760,000։ Չեն ներշուն 700, ասենք 5% դանես տուն, ասենք 800,000-ի $24,000 այլ։ Եթե 24,000 down payment դնես 800,000-ի վրա, քո պարկը տելում է մոտավորապես $776,000։ $776,000-ի պարկի տոկոսը մենք եթե խոսանք սելերի հետ, ասենք պարոն սելեր, մեզի $20,000 տուր, դու ես 5%-ը կստանաս։ Կամ կասեմ չենք ուզում, մեզի չեմ տա, կասի ես քեզի մենակ $8,000 կտամ։ $8,000 տաս կստանաս 5.3, էլ 5.3-ից ավելի քիչ ինչ ես ուզում, 5-ն ես ուզում, կարող ես, ինչ պետք է $20,000 սելերից առնենք, որ կարող է տա։
եւ տալիս է։ So եթե թանկ տենցին այն հարցին 20% down payment ես դնում 1 միլիոնի վրա, ասենք 1 միլիոն տուն ես առնում 20% down payment ես դնում, pay park-ը դնում $8,000, $8,000 2.5% էլ $20,000։ Պարսել է մեզ $20,000, ես 5% տամ է, գնացեք գործեք 5%-ով է, ինչ է 5-ից որ լավ, էլ ինչ կա։ Նույն ձևի 20 տարվա ֆիքս է, նույն ձևի 15 տարվա ֆիքս է եւ նույն ձևի 10 տարվա ֆիքս է։ Հիմա high balance-ները որտեղ 8,000-ից մինչեւ 1 միլիոն ու 249,800 10% down դնես, նորեն կարող ենք 5.5 ստանալու համար 2% sell-ից առնենք։ Եթե 20% down դնես, 5.5-ը 2%-ա, so 1 միլիոն պարկը տա $20,000 վերցնենք, դու 5.5-ը կստանաս։ Եթե 20 տարվա ֆիքսը, 15 տարվանը եւ FHA-ները unbelievable, նայեք, դու 3.5% down payment դրեք, 5% կլինի 5%։ Անշուշտ PMI ունես վրան, բայց որևէ տեղ դու 20%-ից քիչ տնես PMI ունես anyway։ Մեկ իստա PMI ավելի թանկ է, քան թե նորմալ PMI, նորմալ PMI օրինակ 2/10-րդ է, այսի 8/10-րդ է, 6/10-րդ տարբերությունն է։ So դու եթե ասենք նորմալ տոկոսով առես conventional-ով, առաջին գծի 5-ով չի սկսում 5.5-ից։ 5.5-ի վրա քառորդել PMI ունես դες 5.75։ Սա 5%-ա, PMI-ը էլ 7.8-ա, սա նույն տոկոսն է դուրս գալի։ FHA-ի high balance, այսինքն 835-ից 1.249,000 5.25։ Հիմա էսա կարևորը։ Եթե դուք հիմա FHA loan ունեք ներկայիս եւ տոկոսը 5.6-ից գոնե 1% ավելա 6.6-ա եւ ավելի բարձր, բայց պետք է քո ներկա loan-ը FHA loan լինի, առանց եկամուտի թուղթի, առանց tax-ի, առանց appraisal-ի, առանց ոչինչի 5.6-ով կոզեզի քո համար կփոխեք առանց 1 penny ծախսեք։ Նայենք high balance-ների ջամբոները 6%, P&L առանց tax return-ի interest only, միայն interest only է տալի 6.3 եւ սա bank statement program-ն է, որ 6.3 40 տարվա fix interest only եւ 40 տարվա fix հիլակներ ունենք line of credit-ները teaser rate-երով մի խափեք, դա ճիշտ տոկոսն է։ Նայենք մեր լիստինգները, այո, մեկ շպեկի արագացնեմ, շատ է լավ լիստինգներ ունեմ, շատ լիստինգներ ունեմ, so մեկ քիչ բան, so նայենք լիստինգներ։ Այսի անշուշտ for list ունենք, այս ներողություն $4,600 այս մորանում ենք ամեն անգամ փոխենք $4,600 տունա թահանգայում սեփական տուն լրիվ remodel-ելած է, շատ սիրուն է, նոր խոհանոց, նոր bathroom, նոր flooring, նոր lighting, նոր AC, նոր պատոհան, նոր everything $4,600 է, շատ կներեք, այդ թանգոտա ցույց տալի։ Condominium-ները սկսենք շատ արագ, Silmar 3 ննջասենյակ 3 լվացարան 1355 square feet 370, ես եմ ասում հայրենակից, եթե չես կարող տուն առնես, Silmar շատ հեռու չի, what's wrong with this house, նայք մի սիրուն, մաքուր, կոկիկ, 3 ննջարան ունես, եթե 2 երեխա ունես, ամեն մեկ իրանը կունենան, եւ ես պատերը կապույտ գույնն է, խոհանոցը պետքարան ինձ սիրուն, այս ննջարան ինձ սիրուն, շատ մաքուր, պատրաստ 500 քառե, եւ նա ինձ նստելու տեղը նայի, փուլ էլ ունի, եւ Homeowners Association-ի առաջի տունը տես առնում 540,000-ով առ, հետո Աստված առաջ կմեծացնես մեր բանկանից։ Նորեն Silmar 3 ննջասենյակ 3 լվացարան, իր private garage ունի 1440 square feet, հա, մեծոտ է, $386 Homeowners Association-ը open floor plan-ը, ինչպես տեսակ, խոհանոցը ներսն է, $615,000, այս էլ Կալիֆոռնիայի medium price-ը, բայց այս size-ի տուն Glendale-ը շատ ավելի շատ պեկետաս, շատ ավելի շատ, եթե չափսը մաղթատում ենք եւ որակը։ Burbank-ում երկու ննջասենյակ 3 լվացարան 1170 square feet-ը տեսնում եք, ինչքան փոքրացավ 300 square feet փոքրոտ է, բայց $350 հոմոնայքին սիրուն remodel-ելած, very nice, $350 Homeowners Association-ը շատ լավ արժեք է այդքան քիչ, բայց $700,000 asking price, որ համեմատաբար թանկ չի դրել $597 price per square feet, այս վիճակով տուն washer dryer hookup-ը մեջ շատ լավ արժեք է դրել։ Glendale
երկու նիժասենյակ երկու լվացարան 1491 square feet շատ սիրացիմ ես այս տունը high ceiling-ով condominium-ը $400 homeowners association-ը moving condition-ը շատ լավ թաղամասում է գետինի մանրատախտակները կա this is a good եւ շատ լավ արժեք է դրել $589 price per square feet դուք ես 878-ի մի խաբվեք դուք ես 589 նայեք balcony-ն նայի իշխանանջության մեջ tennis court ունես pool ունես շատ հանգիստ կարող ես դե ապրես տուները նայենք եթե ժամանակս պետք է արագացնեմ սկսենք Reseda 3 ննջասենյակ 1 լվացարան 1087 square feet տունը աշխատանք չունի նկարները լավ չեն նկարել շատ պատրաստ է ափսոս է $640,000 տունը փոքր է կարող ես ժամանակի ընթացքին 400 square feet over the counter մեծացնես 400 ADU կարող ես հետևը garage-ը դնես $640,000-ով ափսոս է Silmar-ի 4 տնտեսական երկու լվացարան 1144 square feet 7500 հողամասն է 640 գործ ունի մի քիչ բայց ամենը cosmetic է flooring getting խոհանոց bathroom $642 դե բայց չափս ունի արժեքը լավ է դրե մի քիչ աշխատանք ունի մի քիչ աշխատանք cosmetic է այսինքն ոչ մի բան տունը problem չունի նորեն Silmar 5 ննջասենյակ երկու լվացարան 1849 square feet Wow, մեծությունը այդ ունինը մաքուր recess light-երով, մանրատախտակներով 7000 հողամասը տա եւ $427 per square feet, 790,000 Silmar-ում 790,000 Glendale 1800 square feet տունը $1,800,000 փող տաս։ Ոչինչ չի, միայն պետք է carpet-ները երևի գետինը փոխես, that's all։ Լույսեր ունի, բավականի, նո պատոներ նորա, so Nothing wrong, եւ ինչքան լավ մեծ բակ էլ ունես, կարող ես ADU-ել հետևը սարքես։ Pasadena ունենք երկու ննջասենյակ լվացարան 1305 square feet, 5000 հողամասն է, $612 price per square feet, $799,000։ Նայ, նորից եմ ասում Pasadena այս տունը moving condition, nothing wrong with it։ Այո, մեկ bathroom քիչ ունի, լավ մեկ bathroom կավելացնես, մեկ bathroom ավելացնել եւի $15,000 քեզ նայի կարող ես դուս ADU-ել անես $15,000 ավելացնելով համեմատստան այդպես տուն մաքուր տուն Simi Valley 3 ննջասենյակ երկու լվացարան 1125 square feet 7800 հողամասի մեծությունը նորեն նույն ձևի carpet-ի հարց է ստեղում բայց դա է խոհանոցի նոր գետինները մանրատախտակ ամեն ինչը սիրուն 799,000 asking price nothing can go wrong բակն է շատ մեծ Canoga Park 4 տնտեսական երկու լվացարան 1349 square feet տունի մեծությունն է 7500 square feet հողամասի մեծությունն է asking price $840,000 մաքուրն է moving condition խոհանոցը bathroom-ները գետինները $623 Canoga Park բայց $840,000 այս 623-ը Glendale-ում $200 $300 ավել է այսինքն մոտ $400,000 $500,000 ավելի թանկ է տալու նույն տունը Glendale-ում Simi Valley 4 տնտեսական երկու լվացարան 1468 square feet 6500 հողամասի մեծությունն է փուլով տունը $591 price per square feet $865,000 asking price Փուլով տուները ներողություն Sun Valley 4 տնտեսական երեք լվացարան 1830 square feet տունի մեծությունն է 6400 square feet հողամասի մեծությունն է asking price $1,39,000 $568 price per square feet it's fantastic մաքուր moving condition արժեքը շատ լավ են դրին $568 so it is great իսկ երևի կարողանամ ներողությունը ժամս կարծեմ վերջացել է mən նայեմ կարող ենք մի քանի հատ ցույց տամ Burbank 3 ննջասենյակ ներողություն ասի Burbank 3 bedroom 2 bath 1570 square feet տունի մեծությունն է 6800 square feet հողամասի մեծությունը moving condition պատրաստ $700 price per square feet $1,100,000
Burbank-ում you can go wrong այսքան մեծ տուն, էսի երևի մեկ քիչ ավել էլ կեթա, չեմ զարմանա եթե էսի 1-2-ով էլ էթա easily ավել կեթա 1-2-50-ով էլ կարող է էթա, որտեղ վիճակը լավա բակը մեծ է։ So վերջինն է ցույց տամ շատ ունեմ Burbank 3 ննջասենյակ 3 լվացարան 1600 square feet 6800 asking price-ին է։ Հայրենիքս տուներ շատ ունեմ, կներեք չկարողացամ շատ տուներ ունեմ ցույց տալու, կարող եմ ասեմ 20 հատ էլ կա, բայց չեմ կարող ցույց տամ, բայց մի սպասեք Կիրակի։ Հեռացանեք, կհանդիպենք մոտիկից նայենք ինչ հնարավորություն ունեք, ինչա տուները, եւ մենք ստանք սիրով ձեր համար ամենը կարող ենք ցույց տանք, որ ինչեր կա, ինչեր չկա, քան թե սպասում ենք Կիրակի օրվա։ Չմոռանաք ամենին լուր տվեք ինձ պետք է քվե տան հունիս 3-ին, ոչ թե պետք է ինձ հույսով եմ, սիրով կուզեմ որ ինձ քվեները տան հունվար հունվար եմ ասում հունիս 3-ին եւ անշուշտ թե հարցեր ունեք կարող ենք հանդիպենք, մանավանդ թե խումբերով կարող եք հավաքվեք, ընդ որ կարող են քվետան եւ հարցումներ ունեն, ձեր հարցումները կպատասխանեմ սիրով եւ ուրիշին ձեր թղթատոմսերը մայիսին է գալու հələ շուտ է մայիսին եկավ չելնի որ ոչ ոք ու ձեռը տակ վստահեք ով ասում թե ես կոմար լսնեմ չանեք սպասեք ես ձեզի պետք է հեռացանեմ ասեմ պետք է տելեֆոն ասեմ պարոն Ղարիբյանը թող խոսամ իրավունք առնեմ կարող եք հետո կթողնեմ անեք շնորհակալ եմ եւ կհանդիպեմ ձեզ նույն շաբաթ տեսություն